Սկզբում նախ պետք է ասել, որ Սփյուռքում հայկական շարժումները սկսվել են ուրեմն հայկական ազատագրական պայքարի շուրջ նախ եւ առաջ, նախքան այդ Հայաստանի ասենք Արցախյան շարժումը էլի, դա զինված պայքարներ, որ բանջարական բաներ տնում հայտարարթիվ Արևմտյան Հայաստանի եւ ահագին նվիրյալ հայորդիներ իրենց ցանկը չխնայելով հակաթուրքական ռազմական գործողություններ կատարեցին, որի ամենավերջին հասած սերունդին են պատկանում նաև ես, այսինքն իմ դարիքի մարդիկ, էլի, այդ հայկական զինյալ շարժման ագունքներում եղած բանի ամենավերջին սերունդն են, էլի, համալսարանում ուսանող էինք այդ ժամանակ։ Ու հանգարց մեր հայրենիք Հայաստանից այդ ժամանակ դեռ սովետական խորհրդային մի այսպես ոչ ոքի համար բացատրելի չլինող անհավատալի իրողություն, որ բազմահազար հանրահավաքներ մի ամբողջ ժողովրդի գրեթե գեսի մոտ մարդկանց ասենք համահավաքը մայրաքաղաք Երևանում ու երբ որ մենք առաջին անգամ իրոք վիդեո ժապավենով նայել ենք Փարիզում էլի այդ դեսանյութը ես կարող եմ ասել որ բոլորը կարծում են որ դա երազանք է այսինքն չէին ոչ ոք չէր կարող հավատալ որ դա իրողություն է դա ռեալ բան է հասկանում եք հա եւ ոչ միայն մենք հայերս Եվրոպայի դարբեր քաղաքագործության պատկանող ժողովուրդներ էլի որովհետև աշխարհում չի գա մի օրինակ, որը մի հանրապետության, մի պետության բնակչության 1/3-ին կովկովի բերի, էլի, նույն նպատակի շուրջ։ Դա Արցախյան խնդիրն էր։ Դե վարպեր հայկական քաղաքօջախներում ամենուրեք նույն բաններ, ուզումը եւ ոգևորությունը, որ վերջապես հայացքի իղծերի, ասենք, իրականանալուն մոտ պահանջարկ կա Արցախյան հողում ապրում են մեր հայրենագիցները, իրենց ազատության, անկախության համար ոտքի են ելել մենք լինելով սփյուռքահայ արևմտյան Հայաստանից բռնի ուժով ցեղասպանության արդյունքով արդեն դարապահ այսպես աշխարհի 4 կողմը դարածված բանտուղտի կարգավիճակով ամենամոտ ամենամեզ համար էլի դա սրդամոտ մենք շատ լավ գիտեինք ինչ է բանտուղտ լինելը եւ քանի որ սպառնում էր նույն վտանգը Արցախահայության այդ ցավը մեզ համար ինձ թվում է էլի ես այդպես եմ կարծում շատ ավելի հասանելի էր Ուրեմն երիտասարդություն անշուշտ երիտասարդական շարժումները Այո, ուրեմն երիտասարդները հատկապես համալսարանական շրջանակներում այսպես ինքնափոխ սկսան նույն տիպի հանրահավաքներ կազմակերպել Փարիզում, որտեղ ես էի, անշուշտ Լիոն, Մարսել, Բերլին եւ դարբեր քաղաքօջախներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այլն։ Ու Ղարաբաղ, Արավոտից քիչ սա, մեր զարթնելը Ղարաբաղ էր, քնելը Ղարաբաղ էր, հա։ Ու դարբեր քաղաքական հոսանքներում պատկանող դարբեր հայացքներ ունեցող մարդիկ, գիտեք, միավորվել էին, էլի, նույն պայքարի շուրջ, քովի էին եկել, միասնության այսպիսի սկանջելի մի ժամանակաշրջան էր, դա, ու հանգարց սովետական միության տեսփանության առաջ լինում բոլոր հանրահավաքները, ուրեմն սկսան երիտասարդները գամավորականների ցուցակ պատրաստել, ովքեր են ուզում մեկնել Արցախ, որ տեսնեիք այդ բանը ես վիդեո նկարահանված նյութ ունեմ, էլի, հենց այդ հանրահավաքներից Փարիզից 1988 թիվ, 89 թիվ, բոլոր երիտասարդները, հազարներով երիտասարդներ իրենց անուն հասկանունով, հասցեով, բոլոր դվյալներով գամավոր էին գրանցվում, որովհետեւ Արցախական, այսին Արցախական մտածելով, որ իրենք պետք կլինեն իրենց հայրենագիցների կողքին կլինի։ Բայց շատ քիչ ժամանակ տևեց այս ամբողջը եւ հավանաբար ինձ Հայաստան բերող այդ ամենամեծ բանն է էլի դա ավելի շատ ամոթի զգացումը, որ դրանցից եւ ոչ մեկը չեկավ Հայաստան եւ Արցախ։ Ուրեմն աչքիս առաջ, ոնց որ այդ վիդեոն որ քիչ առաջ ասի մեզ անհավանական թվացող բաներ, երազանք, իմ աչքիս առաջ գդարված բանը երազանքը փլվեց։ Այնպես հազարներով մարդ իմ դարիքի, իմ նման գրանցվում են, ուզում են գնալ եւ ոչ ոք չի գալիս։ Հասկանում եք, ես չգիտեի ինչ անել, էլի։ Այսպես ամեն ինչ շուր եկավ։ Ես հասկացա, որ այդ ամբողջը ճիշտ չէր էլի, գեղձ էր, այսինքն շատ արագ անցավ այդ բանը ու հավանաբար այսինքն շատ մեծ աստեցությունն է այդ բանը իմ այստեղ գալուց պատճառը ես ամանչում էի բոլոր նրանց տեղը, ովքեր գրանցվել եւ չէին եկել։ Ես եկա Հայաստան։ Բայց դուք ձեզ հետ կային էլի մարդիկ, թե Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում սփյուռքահայերի դերը շատ մեծ ու կարևոր է եղել։
իրենց հետ այդ ամեն ինչը դուք եկաք մնացիք այստեղ, հա ձեր հետ էլի եղան տղաներ, որոնք զոհվեցին, տղաներ, որոնք շարունակեցին ապրել ու հիշել կարծես նրանց փոխարեն էլ հայրենիքի համար ինչ-որ բան անել։ Այսինքն այդպես չէր, որ ամբողջն է սուտ, ամբողջն է եղել։ Գիտեք ինչ, ասում է ճշգրիտ գիտությունը, ուրեմն ճշգրտության վրա է հիմնված, ամբողջ Արցախյան քոյամարտին, ազատամարտին, իմես երկու ցերկերից մատներու շատ մարդիկ են մասնակցել Սփյուռքից, ընդամենը, որոնցից զոհեր են եղել, վիրավորներ, եւ երբ որ համեմատում ես այդ իրողությունը Սփյուռքի քանակի հետ, որ մոտ 5-6 միլիոն է, հասկանում եք, դա նույնիսկ 0.0 չգիտեմ ինչ թիվ չի կազմում, էլի, այսինքն ճշգրիտ գիտությունը դա է։ Ուստի ես կարծում էի հազարներ կլինեն, բայց անհատներ եկան, միմիայն անհատներ եկան եւ դա ամոթ է։ Այդքան բան, ես Արցախյան ազատագրական բայկարին սփյուռքահայության մասնակցությանը միայն ամոթանքով եմ կարողանում հիշել, շատ ներողություն, բայց սա իմ տեսակետն է։ Քանի որ ես եղել եմ մշտապես այդտեղ 91-92 մինչև 95 թիվը գրեթե, ու դա է, դա պատմությունը չի գալու եղել, պատմությունը դա եղել է եւ գա, այսինքն եթե մարդ կա որ ասում է հազարներով եղել են, հարյուրներով եղել են, տասնյակներով, սուտ է ասում, չհավատակ։ Իսկ միշտ ալ բոլոր դեղերում շատ քիչ մարդիկ են փորձել ի վնաս իօգուտ, ինվաստ իրենց ժողովրդի կամ ասենք հանրությանը համար բաներ անել, նույնը Հայաստանում է, չկարծեք որ դարբեր է, Հայաստանից մեկնած այդ առաջին սերունդը, որ ես եկա Հայաստանիով դեսա, դարձյալ երազանքով եմ հիշում այդ երիտասարդությունը համեմատելով այսօր իմ դեսած երիտասարդության հետ, ոնց որ սև եւ սպիտակ, այդքան դարբեր են իրարից։ Այդ մարդկանց մոտ այդքան մեծ ազնիվ բորտկում կար եւ նվիրվածություն եւ ծառայել ասկին, ծառայել հայրենիքին, որ ճշմարտաբար չկարողացանք նույնպիսի սերունդ ունենալ, էլի, օրինակ Ղարաբաղյան շարժման տարիներին ծնված սերունդը մեզ համար պիտի ոսկե թարի սերունդ լիներ, էլի, նրանք ազատ, անկախ իրենց արժանապատվության եւ արդար իրավունքների համար ոտքի ելած մարդկանց երեխաների սերունդներ։ Եվ այդ սերունդից ես այսօր չեմ կարող ասել, որ հբարդանում եմ, էլի, սա է իրողությունը։ Ես այսպես եմ մտածում, ուստի այդ առաջին սերունդին համար միայն փառք եմ տալիս, նրանք ովքեր գենտանի են, վիրավոր են, թե զոհված, միևնույն է, դրանք քանի սերունդների չարած կորզն են արել։ Մի խդացրած ժամանակաշրջանում մի ահագին սերունդներու կորզն են արել, էլի, այդ մարդիկ իրոք որ շատ ծանր եղել այդ տարիները եւ հաղթանակով ենք դուրս եկել, դա նաեւ ցույց է տալիս, որ եթե մենք ուզում ենք, ուրեմն ստացվում է, էլի։ Սա է։ Գիտեք ինչ, Սփյուռքում ընդհանրապես նախ շարժումը սպասպանը չի գա։ Այսինքն շարժում շարժվել։ Իրենք շատ անշարժ են։ Շարժվել չեն սիրում, որովհետեւ շարժվելը իրենց այդ արդեն հարմարեցված ցանկին գենցաղին խանգարում է, հասկանում եք, իրենք արդեն իբրև հեղուկ իրավիճակ մի ամանի մեջ ցևավորվել են ու ցանկացած բան իրենց խանգարում է։ Օրինակի համար Սփյուռքում շատ հետաքրքիր է, բայց ազատ անկախ Հայաստանի լինելիությունը Սփյուռքին խանգարում է, որովհետև մինչ այս Հայաստանը այդպեսին ինչպեսին հիմա գա չի գար, չէ՞, ուրեմն Սփյուռքը ինքը իր լինելիությանը բանը արժևորելու բան ուներ, հայտած ցեղասպանության հարց եւ այլ։ Հիմա մի հատ խանգարող հանգամանք Հայաստանի Հանրապետություն այ մարդ հազարատ խնդրեմ ունի, հազարատ խնդիր, իրենց հայրենագիտներն են։ Իրենց այս աշխարհում ոլորակում բեդություն ներկայացնող միակ օրանն է, միակ տեղը, ֆրանսուհի այդ բանը, ու Բանգլադեշ է, Պակիստան չէ, Հայաստան է սա է իրեն հայրենիքը, չէ՞։ Բայց այդ հայրենիքը ահագին, ուրեմն ասենց իրոք երկրաշարժ դեսած, բادرազմ դեսած, այս դնդեսական ճգնաժամ եւ այլն դժվարություններու մեջ եւ ամբողջի ծանրությունը իր ուսերում է գրում, Սփյուռքահայը որ քանակով 2-3 անգամ ավելին է, քան հայրենի հայաստանյան բնակչության ասենք քանակը, չէ՞, դիտի իրեն եղբայրներուն, քույրերուն գողքը լինի եւ չի լինում։ Ուրեմն նայեք ցեզ մի բան ասեմ, Բաղեստինի ազատագրական գազագերբությունը, որ վերջերս մահացավ իրենց այդ խոսնակը Յասեր Արաֆատ հայտնի է, չէ՞, 1966 թվականին Պաղեստինյան ազատագրության գազագերբության դարեկան բյուջեն կազմել է $365 միլիոն։ Գրեթե նույն արժեքով, նույն
թիվով Հայաստան Հանրապետության pedagogan բյուջեն է գազմել 91-92 թիվերին։ Ուրեմն սպիրկը որբեսի միանգամից պատկերացնի մարդ, հա, թիվերով խոսելը շատ ճիշտ է, էլի, ճշգրիտ գիտությանը ես շատ եմ հավանում եւ հարկում, որովհետեւ չես կարող թիվերը փոխել։ Ուրեմն Հայաստան համահայկական հիմնադրամը ասված այս գառույցը, որ ավելի շատ ինչու չես հասկանում համահայկական համասպիրկյան է ընկալվում, հա, ուրեմն 10 դարվա մեջ իր քույթյան հավաքել է 61 միլիոն դոլար իրենք են հայտարարել թիվը։ Հիմա այս գումարը 10 դարվա մեջ 91 թվի անգախ Հայաստանի pedagogan բյուջեի նույնիսկ 1/6-ը չի, հասկանում եք։ Հիմա ուզում եմ հասկանալ, այդ ինչպես է լինում Բաղեսինյան սպիրկը մի գազագերբության համար բյուջե ցևավերում։ Մենք չենք կարողանում մեր հանրապետության բյուջեի 10 դարվա մեջ 1/6-ը չկարողանալ դալ, էդալ 1/6, որ ասում եմ 61 միլիոն դոլարի այդ մեծամասնությունը Քիրկորյան, Հովնանյան եւ այլն յաններու դված փողերն են, ոչ թե իմ, քո, մյուսի, հասկանում եք։ Դա նշանակում է մենք չգանք։ Ասենք մենք չգանք սահմանամերձ կոդում, մենք չգանք քյուղում, մենք չգանք քյուղատնտեսություն, մենք որ ասում եմ սպիրկայության մասին է։ Մենք չգանք բادرազմում, մենք չգանք թիգունքում, մենք չգանք։ Եվ այս չլինելը փաստ է, հասկանում եք, եւ դա արդեն նեղում է, ախր այստեղ ամեն ինչ կարգի պիտի տրվեր, ամեն ինչ պիտի արվեր, այդքան հեշտ էր այդ բաները անել, բայց դրա համար ցանկություն էր, բայց ինձ թվում է ցանկությունը չի գար, հա, եւ այդ ցանկության չլինելու պատճառով է, որ մենք այսօրին ենք հիմա, որը շատ դխուր է այսօրը։ Ուրեմն աբակայի հետ, աբակա նշանակում է երդասարտություն, աբակա նշանակում է հենց իմ երեխաներս, փոքր, որ մեր երկրի իմաստի աբական են։ Գիտեք, ես աբական այս ընթացքով որ գնում է, շատ վատ եմ տեսնում ինչու համար։ Նայեք, սպիրկից այստեղ եկած երդասարտներու համար Հայաստանը վիրտուալ երկիր է, ոչ իրեղեն երկիր։ Գառնիկ Եղարդ Էջմիածին Արմենիա օթել, հասկանում եք։ Ու իրենց այդ հեզանվորդների թրած այդ կասկետները sense հագարակ կողմից դրած, այստեղ այ լավ Արմենիա, հասկացար մի քանի օրով Դիլիջան, Սևան եւ հայրենիք ավարտվում այդտեղ։ Բայց այստեղ այս հայրենիքի լինելիության համար արյուն դված, քրդինք տապած, ինչ գիտնամ երապլուր, հասկանում եք, ահագին մարդիկ այսօր այդքան վատ պայմաններում են ապրում, որ այսին ոչ բնականում պայմաններում ապրող մարդկանց հետ չեն այդ նույն մարդիկ։ Դրանցից ոչ մեկի դունը չեն այցելում, դրանց հետ չեն նամակցում, դրանց երեխաներու հետ շփում չունեն։ Հա, այսինքն այստեղ առաջին անգամ եկած Հոլանդայից մի հատ հեզանիվ քշող տուրիստիկ արկավիճակով են Հայաստան գալիս, հասկանում եք։ Հա, եւ ինչ երդասարտության մասին է խոսքը, որ աբական, սա է աբական, թե բեդության մեր բյուջե չունեցող ջեղկված բեդության փողերով բազեների խումբ կազմել եւ գնալ բարել լյուքս հյուրանոցային համարները սպառեցնել, երբ որ այդ միայն այդ բազեների X շարժումի փողերով ես վստահ եմ ահագին զոհված ազատամարտիկի երեխան իրենց դարեգան այդ ուսումնական ուրեմն նյութականը կարող էին լուծել եւ այդ մարդիկ նորմալ դաստիարակություն ուսումը ստանալ, որը չի լինում, հասկանում եք։ Հա, եւ եթե մտածում ես որ լավ թուն անհադլալով այս կամփանը կարողանում ես էլի դեսնել, հասկանալ, միթե մեր մեծամեծները, որ իրենց մեծի դեղ են դրել, իշխաններ են գոչում, չգիտեմ ինչ, բեդություն, հանրաբեդություն, հայրենիք, չգիտեմ ինչ, բայց չեն հասկանում։ Հասկանում են։ Իրենք ինչու էս իրողության հետ չեն ապրում, ինչու իրենք ոչ միայն չեն ապրում, այլ նաև խափում են մարդկանց, ինձ են խափում, քեզ են խափում, սպիրկին են խափում, հասկանում եք։ Ախր աստեղից մի քանի ալիք կա, որ սպիրկում մենք կարողանում ենք դիտել էլի։ Հա, Հայաստանը այդպես է ներկայացնում, որ գիտեք, Վարդակույն ամբերի վրա մի հատ էսեն սիրուն, շատ կանչելի մի հատ երգիր, հա, կարող է սպիրկին օգնել այս երգիրը, այդ սպիրկայի դարը, ուրեմն գալիս է օթանավից իջնում է այստեղ, դեսնում այ մարդ, այդ ինչ որ հերոստացույցով իրեն ցույց էին տվել, դա չի։ Մարդուն խափում ես խուսափես անում ավելի վատ ու մարդը դրանից ավելի շատ նեղացած սրտ նեղած գնում այստեղից մի անգամ ոչ չդնելու, ասենք պայմանով կամ երթումով, հա, ինչին է ծառայում հերոստալիկը, ճիշտ խոսքը դեղ հասցնելուն, ճշմարտության կողքը լինելուն, լուր դալուն, իրականություն արտացոլելուն, թե խափելուն։ Դա եթե դա խափեության մի հատ մեքենա է, հասկացար, որ իմ դունս տրված է ես դա պիտի դիտեմ, ես չեմ ուզում այդ մեքենան։ Հերիք է սուդը, էլի, պետք է գանգնի այդ սուդը։